Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է, ողջույն, պարոն Սարգսյան։ Աստծո բարին։ Ձևավորվեց խորհրդարան, որտեղ կա քաղաքացիական պայմանագիրը եւ կան ակնհայտորեն ռուսամետ, այսպես կողմնորոշման ընդդիմադիր ուժեր, երկուսը թե երեքը կախված կլինի Սահմանադրական դատարանի որոշումից, որը ամսի 4-ին հուլիսի պետք է վերջնական որոշում կայացնի։ Նաեւ եթե մի քիչ ավելի բաց խոսենք, ձախողվեցին պրոարևմտյան, այսպես կողմնորոշման ուժերը, եկեք ասեմ ձեր գլխավորությամբ, հա, պարոն Սարգսյան, այդ դուք արել եք եզրահանգում ինչու, այս պրոարևմտյան օրակարգն է ոչ պոպուլյար, թե ԿՊ-ն էր ամբողջությամբ վերցրել այդ դրոշը, թե չգիտեմ, հավատ չներշնչեցիք, ուժային կենտրոն չտեսան ձեր մեջ, ինչն էր խնդիրը, պարոն Սարգսյան։ Նախ ասեմ, որ համաձայն չեմ, որ ձախողեցին, որովհետև ես նաև ձեր տաղավարում ասել եմ, որ նկատի ունեմ, որ ԱԺՄ-ը այդպիսի բևեռ չի լինի։ Ես ասել եմ, որ ես մեր հաղթանակը կհամարեմ, եթե Հայաստանի քաղաքական ուղեգիծը չփոխվի եւ ռուսական ազդեցության քաղաքական ուժերը չգան իշխանության։ Եվ ես համարում եմ, որ այսօր Ռուսաստանի նման կարգի միջամտության չգիտեմ, ընտրական туриզմի ներդրման փողային նման ներհոսքի ներմուծման Հայաստան եւ ընտրակաշարքի բաժանման պարագայում, երբ մեր ժողովուրդը կարողացավ համախմբվել եւ ոչ ասել ռուսական ուղղությանը, այդ նաեւ իմ հաղթանակն է, այդ նաեւ արևմտյան թևի հաղթանակն է, որը իրականություն դարձավ։ Այսինքն մեծ հաշվով ես համարում եմ, որ այն ուղղությունը, որ կոնկրետ ես իմ գլխավորությամբ, ինչպես դուք ձևակերպեցիք, սպասարկել եմ, այդ ուղղությունը հաղթանակ է ունեցել։ Ինչ վերաբերվում է, թե ինչու արևմտյան թևը չկարողացավ ներկայություն ունենալ, որպես դաշինք, կուսակցություն, ֆրակցիա։ Նախ որպես դաշինքի առումով պիտի կրկնվեմ արևմտյան թևի ամբողջական միավորում կարող էր իրականացնել միմիայն իշխանությունը, հակառակ դեպքում դա անհնարին էր, անհնարին էր իրականացնենք, շատ է ձեր կերպարը այսպես առաջնորդող էին ընկալում այդ շրջանում, պարոն Սարգսյան։ Նախ կային արևմտյան արժեքներից խոսող քաղաքական ուժեր, որոնք նոր ձևավորվեցին եւ ի սկզբանե հայտարարում էին, որ իրենք վարչապետի տեխնացու են, որ իրենք մասնակցելու են ընտրություններին եւ իրենք գնում են հաղթելու եւ իրենք ոչ պակաս չորությամբ ու խստությամբ քննադատում էին գործող իշխանություններին, համարելով նրանց ռուսական գծի մեջ, Եվրասիական տնտեսական միության մեջ եւ այլը, ավելին ավելացնում էին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնարարը փակված չի, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ վերադարձի խնդիրը օրհասական է եւ որ իրենք սպասարկելու են այդ մոտեցումը։ Այս կարգի մոտեցումները իմ համար կոնսենսուս -1-ի դաշտում հանդես գալ էր, դա իրենից որևէ վտանգ չէր ներկայացնում ռուսական թևի համար, հետեւաբար ռուսական թևը ընդհանրապես չքննադատեց այդ ուժերին, ընդհանրապես տեսնելու չտևեց, որտեղ այդ ուժերը իրենց ձեռնատու էին, իրենց պետք էր կոնսենսուս -1, պետք էր Նիկոլ Փաշինյանին քննադատել, հետեւաբար այդ ուժերի հետ բանակցելը, որոնք եվրոպական արժեքները, արևմտյան ժողովրդավարությունը եւ ազգայնականությունը փորձում են համատեղել, այդքան էլ իմ համար հասկանալի ու ընդունելի չի։ Չնայած տակտիկական առումով մարտավարությունը ցույց տվեց, որ նման մոտեցումը ավելի լավ արդյունքներ է տալիս մեր հանրության մոտ, ինչը տխուր է, անկեղծ ասած, եւ ինչը հիասթափեցնում է։ Ինչ վերաբերում է եվրոպական արժեքներ կրող մյուս ուժերին, օրինակ պարոն Շիրինյանը իսկապես արևմտյան արժեքներ կրող անհատ է եւ քաղաքական կուսակցություն է, բայց ինքը նույնիսկ Եվրոմիության ստորագրահավաքին չմիացավ, համարելով, որ դա կարող է ավելի շատ վնասել կամ դա կարող է արդյունքներ չբերել։ Իսկ խորհրդանը ինչ տեսք է ունենալու, այս Փաշինյանն ենք եւ ընդգծված ռուսական կամ պրոռուսական կողմնորոշում ունեցող ուժեր։ Ես ուզում եմ մյուս հարցը ամբողջությամբ ավարտել, որտեղ այդ հարցը անընդհատ ու ամենտեղ տալիս է։ Դե որ այդպես է, ես մի բան էլ ավելացնեմ, հաճախ ձեր անձը եւ քաղաքականությունը թիրախավորվում էր այս տարիների ընթացքում, որպես որ դուք այդքան էլ չանջատվեցիք իշխանությունից, այսինքն շատ լուրջ հարցերում չքննադատեցիք, արդյոք դա եղել է, այսպես ասենք, հանրապետություն կուսակցության ԱԺ չանցնելու պատճառներից մեկը, ասենք արտաքին, ներքին տարբեր հարցերում ավելի շատ դուք աջակցում եք Նիկոլ Փաշինյանի կառավարությանը եւ այդպես սուր չեք քննադատում, լինի,
չգիտեմ, եկեղեցու կամ նախկինների ուղղությամբ, հա, ձեր խոսույթը կամ Ռուսաստան արևմուտք, ավելի շատ ձեր խոսքը ընկալվում է որպես աջակցություն, քան քննադատություն։ Սա արդյոք խանգարել է այն նախորդ հարցերի հետ միասին անդրադարձել։ Ասեմ, որ հաջորդ քաղաքական ուժը դա Հայաստանի եվրոպական կուսակցություններ, պարոն Խզլոմալյանի ղեկավարությամբ, որը Թրիպի ստորագրումից հետո Թրիպը համարեց ամերիկա-թուրքական համաձայնությունների փաստաթուղթը եւ սկսեց պինդ քննադատել դա, իսկ մեր հանրապետություն կուսակցության համար Թրիպը թե անվտանգության, թե Հայաստանի տնտեսական զարգացման եւ թե խաղաղության հիմնասյունն է, հետևաբար պարոն Խզմալյանի հետ դաշին գնալը քաղաքական առումով այդքան տարբեր մոտություններ ունենալով աննարին էր։ Մնում էր դաշտում միայն հանուն հանրապետություն կուսակցությունը եւ մեր հանուն հանրապետություն կուսակցության միասնական հանդես գալը չէր դիտարկվելու որպես եվրոպական արժեքներ կրող քաղաքական ուժերի միավորում եւ ընտրությունների հավաքած արդյունքներն էլ են ցուցաբերում ու նույնիսկ եթե ասենք որ դա կաճեր երկրաչափական պրոգրեսիայով մեր երկուսի ունեցած իրար գումարենք բազմապատկենք երկուսով միևնույն է այդ թիվը չի ստացվում այսինքն այս այնքան կանխատեսելի էր որ այդ դաշինքները ձևավորելու խնդիրը դառնում էր շատ բարդ այո ես վարչապետին առաջարկել եմ որ քանի որ մնացած քաղաքական ռուսական թևի քաղաքական կուսակցությունները մասնակցում են մոլեկուլների տարբերակներով առանձին այս թևը ճիշտ կլինի որ մասնակցի միասնական ու ամբողջական որովհետև արևմտյան արժեքներ եվրոպական արժեքներ կրող հանրության տոկոսային թիվը կազմում էր 65-67% բոլոր հարցումներով ես եւ այս դեպքում անկախ туриզմից անկախ փողբաժանելուց միանշանակ 65 եւ ավել տոկոսը հաղթահարած կլիներ։ Եվ ինչ պատասխան ստացա։ Գիտեք, քաղաքացիական պայմանագրի պատասխանը իմ համար ակնհայտ էր, որովհետեւ իրենք պնդում են, որ իրենք բալանսավորման քաղաքականության կողմնակից են եւ այդ համատեքստում չեն կարող լրիվ արևմտյան արժեքներ գրող քաղաքական ուժերի հետ այն էլ խորհրդարանում դաշինքային հարաբերություններ Գնայք մինչև խորհրդան մտնելը ԿՊ-ի հետ գնային դաշինքով թե խորհրդանում գործակցեն։ Ձեր առաջարկը որն էր։ Խորհրդարանում արդեն կոալիցիան է այդ քննարկվում, մինչև խորհրդարան մտնելը։ Միասին մեկ ցուցակով գնալ։ Մեկ ցուցակով գնալ, այո, որովհետև խորհրդարանական ընտրություններին մնացած քաղաքական ուժերը մասնավորապես ռուսական թևի քաղաքական ուժերը մասնակցում էին Գյումրիի տարբերակով, մոլեկուլներով գնալ հետո միավորվել, ես առաջարկել եմ այս թևից որպես մարտավարություն գնալ միասնական։ Գնայք ԿՊ-ն եւ այսպես ասած պրո-արևմտյան ուժերը մեկ ցուցակով գնալ։ Այո, մեկ ցուցակով բոլորը։ Այդ պարագայում քաղաքացիական պայմանագիրը կարող էր համախմբել բոլորին եւ դա միակ տարբերակն է, որ արևմտյան քաղաքական մոտեցումներ կրող քաղաքական ուժերին հնարավոր է միավորել, որտեղ այս մարդիկ Բայց մերժվեցիք, պարոն Սարգսյան, քանի որ նրանք ասացին, որ մենք բալանսավորողներ ենք, ոչ թե պրոարևմտյան այդպես միագիծ ուղղություն ունեցող, ճիշտ Եթե մերժված չլինեինք, ապա այդ միավորումը տեղի ունեցած կլիներ։ Ինչ վերաբերվում է նույնանալուն, տեսեք, ես բազմաթիվ անգամներ քննադատել եմ ռուսական թևի քաղաքական ուժերին, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին եւ այդ քննադատությունները հիմնավորել են բազմաթիվ փաստերով։ Իրենցից որևէ մեկը, որևէ անգամ իմ փաստարկներին չի հակադարձել։ Իրենք ուղղակի պիտակավորել են։ Դուք ԿՊ-ի գծորդն եք։ Եվ ձեր հարցն էլ իր մեջ է պարունակում, որ մենք Ես ուզում եմ հիշեցնել, արդյոք այդ մեղադրանքները վնասել են ձեզ, պարոն Սարգսյան։ Նման մեղադրանքները հնչել են 2025 թվականից, երբ ձևավորվեց Ռուսաստանում պետական կառույց, որը պիտի զբաղվեր Հայաստանի Հանրապետության ընտրություններով, որոնք առաջին հերթին նայում էին իրենց հակառակորդ ԿՊ-ին, երկրորդ հերթին այն քաղաքական ուժերին, ովքեր կոալիցիա կարող են կազմել ԿՊ-ի հետ եւ թույլ չտալ, որ իրենք հաղթեն։ Այսինքն Ռուսաստանից կազմակերպված մեղադրանք եղել ձեր դեմ։ Ռուսաստանից կազմակերպված պայքար է եղել Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը փոխելու առումով
իշխանության հիմնական թիրախը եղել է քաղաքացիական պայմանագիրը, դրանից հետո հիմնական թիրախ դարձել ենք մենք, որպես ուժ, որը Երևան քաղաքում կոալիցիա է կազմել քաղաքացիական պայմանագրի հետ եւ որը կարող է ազգային ժողովում նույնպես կոալիցիա կազմել քաղաքացիական պայմանագրի հետ։ Եվ ինչ են արել իրենք։ Այն ինչ որ դուք ասացիք 24/7 ռեժիմով առավոտից իրիկուն իրենց հասու բոլոր լրատվական ծրագրերով բարձրաձայնել են, որ Հանրապետություն կուսակցությունը ԿՊ-ի կցորդն է։ Բանը հասել են նրան, որ 2 անգամ դա բարձրաձայնել է Ռոբերտ Քոչարյանը եւ մի անգամ Սամվել Կարապետյանը, ովքեր ասել են, որ Արամ Սարգսյանը ոչ թե ընդդիմադիր է, այլ ԿՊ-ի կցորդն է։ Իսկ իրենց տակ եղած քաղաքական անհատները ու իրենց տակ եղած կուսակցության անդամները եւ լրատվական միջոցները այդ ասել են ամեն օր։ Այն Գեբելսի օրինակով, եթե սուտը 1000 անգամ կրկնում ես, այդ դառնում է ճշմարտություն։ Ու այդ դառել է այն հարցը, որը մեզ անընդհատ տալիս են։ Իրականում ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ մեր եւ ԿՊ-ի մեջ քաղաքական հայացքների առումով տարբերություններն ավելի մեծ են, քան ԿՊ-ի ու հանրապետական կուսակցության։ Ես քննադատել եմ քաղաքացիական պայմանագրին խորհրդարանական մոդելի սահմանադրության համար։ Ասել եմ, որ դա Սերժ Սարգսյանի հակով էր, որ դա վատ էր, որ դա չի արդարացրել 2018-20 թվականներին դաշնակցության համար, որ դա դանդաղ գործող է, որ անգամ Թուրքիան այդ մոդելից անցավ նախագահական մոդելի, իսկ դուք գնացել եք այս մոդելին, որը անընդհատ խնդիրների առաջ է կանգնեցնելու ձեզ, եւ այս խորհրդարանական ընտրությունների այս դասավորությունը ու իշխանության անընդհատ վերարտադրությունը այդ դրա հիմնական թերություններից մեկն է։ Ես քննադատել եմ իշխանություններին երկու աթոռի վրա նստելու համար ու մշտապես քննադատում եմ այդ առումով։ Ես մշտապես կողմ եմ եղել, որ ասենք 2022 թվականից, երբ որ Հայաստանի իշխանությունները դիմեցին հապկին ջերմուկի դեպքերից հետո իրենց աջակցել ու նրանք մերժեցին, ես այդ ժամանակ կտրուկ խնդիր դրեցի, որ դուրս գալ հապկից։ Եվ պնդում եմ, որ այդ ժամանակին դուրս գալը ամենաճիշտն էր։ Եվ եթե այդ ժամանակ մենք դուրս եկած լինեինք 2023-ին, միգուցե այդ խնդիրը չլիներ։ Որ եթե մենք հապկից դուրս գանք, այսօր էլ մեր անվտանգային խնդիրները ավելի լավ կլուծվեն, որովհետև Ադրբեջանը ինչ որ առումներով նախաստորագրել է, դեռ չի ստորագրել։ Եվ մտքում ունի հնարավորություն նորից, այսինքն խաղաղության փաստաթղթի նախաստորագրումը չի նշանակում խաղաղության հաստատում։ Եթե խաղաղության հաստատում լիներ, ինքը ստորագրած կլներ եւ մտքին ունի ինչ որ պահի հետ օգտագործելու։ Եվ որ դու հապկից դուրս ես գալիս, այդ հարցակումն արդեն շատ ավելի բարդանում է, որովհետեւ Ադրբեջանը հարցակվում է արդեն Ռուսաստանին մերժած եւ դեպի արևմուտք գնացող Հայաստանի վրա։ Սա էլ խնդիր է քաղաքական առումով։ Ես բազմաթիվ անգամներ ամենածանր ձևի քննադատել եմ Հայաստանի իշխանություններին իրենց վարած տնտեսական քաղաքականության առումով, անվանելով այդ Սատիկ Տոտայի ՀԴՄ-ի կտրոնի վրա հենված տնտեսական քաղաքականություն։ Գնայք պարոն Սարգսյան, ամեն դեպքում պարլամենտում առաջիկա 5 տարում չի լինի ձեր ձայնը։ Կա խնդիրը դեմքի մասին չի, չեմ ասում դուք չեք լինի։ Այդ քննադատությունը իշխանության հասեն, որ դուք ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ գործընկերության առումով կաղում եք, ծուլանում եք, տնային աշխատանք չեք կատարում, կամ ընկրկում եք, կամ դանդաղ եք գնում, այդ քննադատությունը չի լինելու։ Խորհրդարանում լինելու է քննադատություն, որ այսօրն էլ հնչում, որ Փաշինյանը սադրում է հայ-ռուսական տնտեսական պատերազմ, որ հապկում եւ ԵՏՄ-ում Հայաստանը պետք է, այսպես ասենք, իր մասնակցությունը ակտիվացնի, վաղը մյուս օր գիտենք գազի գնի հարցը Ռուսաստանը կարող է առաջ քաշել կամ հայկական երկաթուղին Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել, սրանք օրակարգեր են, որ մեծ հավանականությամբ առաջիկայում մենք տեսնելու ենք հապկում ԵՏՄ-ում Հայաստանի այսպես ճակատագիրը տարեվերջին Լավրովը խոստացել է Հայաստանի հարցը քննարկել ԵՏՄ-ում, այսինքն այժմ լինելու մի ընդդիմություն, որը այս բոլոր Ռուսաստանի հետ հարաբերությունը բոլոր հարցերում մեղադրելու է Փաշինյանին եւ չի լինելու ընդդիմություն, որը ասելու է չէ, Ռուսաստանի Դաշնությունն է SSS հարցերում սխալ։ Սա ընդհանրապես ինչի կարող է բերել, արդյոք դուք տեսնում եք ռիսկ խոչընդոտելու կամ դանդաղեցնելու օրինակ ԵՄ-ի մերձեցման քաղաքականությունը, ինչ եք դուք տեսնում այս առումով։ Նախ ասեմ, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, մեր ժողովուրդը իր քվեն մեծամասնության մեջ տվել է եւ այդ
քվեի մեծ մասի իմ կարծիքով արևմտյան արժեքներ կրող մարդկանց քվե է եւ քաղաքացիական պայմանագիրը, որը խորհրդարանում մեծամասնությունն է, պիտի նման մոտեցումներին ինքը հակազդի։ Ես հարգում եմ մեր ժողովրդի ընտրությունը, իրենք մեզ 15000 եւ ավել քվե են տվել, շնորհակալ եմ այդ քվետվողներին, ովքեր լրիվ գաղափարական հենքի վրա են այդ քվեն տվել եւ այդ առումով տեսնում եմ, որ արևմտյան արժեքները այսօրվա ազգային ժողովում ներկայացված են, քանի որ ռուսական թևը մեծամասնություն չվերցրեց, ինչն էլ խիստ մտահոգում է ռուսական թևին եւ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության իշխանությանը, որը շարունակում է, եթե մեղմ բառով ձևակերպեմ, թշնամական վերաբերմունք Հայաստանի Հանրապետության նկատմամբ ինչպես ապրանքների արգելափակման առումով խստացնել, այնպես էլ լրատվական դաշտում էլ ավելի կոշտացնել վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Բայց ես պիտի ասեմ, որ Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման խորհրդարանի ամենահիմնական օրենքը, թողնացած օրենք բերողները ներեն ինձ, դրանք իմ կարծիքով ավելի երկրորդական արժեք ունեն, քան այն օրենքը, որ տարանք մենք խորհրդարան մեր գործընկերների հետ, դա Եվրոմիության հետ անդամակցության գործընթաց սկսելու օրենքներ եւ այդ ժամանակ էլ մենք ազգային ժողովում ներկայացրած չէինք եւ հենց այդ օրենքն է, որ թրիլեր է դարձել այսօրվա խորհրդարանի համար, անցած ընտրությունների համար եւ ես չեմ բացառում, որ մենք նոր ստորագրահավաքներ կարող ենք անել։ Որևէ բան ինձ չի խանգարել այս տարիներին ազգային ժողովում չլինել, նույնիսկ падգամավոր լինելով մանդատից հրաժարվելով քաղաքական կյանքում ինձ ու հանրապետություն կուսակցությանը ազդեցություն ունենալու հնարավորություն տալ։ Մենք ազգային ժողովում ավելի շատ ենք ներկա եղել, քան այդ ազգային ժողովում ներկա գտնված մի շարք քաղաքական միավորումներ։ Ռիսկ տեսնում եք այդ process-ի դանդաղման, օրինակ ռուսական պատժամիջոցները մենք տեսնում ենք, որ ոչ միայն չեն դադարում, այլև նույն Մեդվեդևը անվտանգության խորհրդի փոխնախագահ Ռուսաստանի պնդում է, թե իբր Հայաստանը փորձում են ռուսաֆոբիայի օջախ դարձնել, գիտենք, հա, ռուսական ձեռագիրը այդպիսի մեղադրանքներ հնչեցնում են այն պետությունների նկատմամբ, ում դեմ իրենք սկսում են թշնամաբար վարվել կամ պատժամիջոցներ կիրառել, այսինքն նարատիվների մակարդակում կեղծ խոսույթներ են ստեղծում, մինչդեռ Հայաստանում լիքը ռուսներ կան եւ որևէ մեկը նրանց նկատմամբ ֆոբիա չունի, ինչպես կարելի է նկատել, կամ որ Գագիկ Ծառուկյանին էր պաշտպանում, որ իշխանությունը իր համար անհարմար ընդդիմադիր գործիչներին ճնշում է, կամ արևմտյան երկրները լռում են, երբ որ ընդդիմությանը ճնշում են, կամ արևմուտքը Հայաստանին դիտարկում են որպես Ռուսաստանի դեմ գործիք, եւ Փաշինյանը կարճ ասած դաշտը մաքրում են գործիչներից, ովքեր կողմ են Մոսկվայի եւ Երևանի միջև հարաբերությունների օգտին, այսինքն այնտեղից ոչ միայն Պուտինը չի շնորհավորել, այսինքն այնտեղից ոչ թե այսպես հանդարտեցման կամ ինչ-որ գործընկերության հայտարարություններ ու գործողություններ են, այլ ավելի սուր, սա ինչի կարող է բերել, բան ասած։ Նախ ասեմ, որ ես կողմնակից չեմ սեփականության վերաբաշխման գործընթացների, առավել եւս քաղաքական համատեքստում, եւ գտնում եմ, որ այդ խնդիրները պիտի լուծվեն դատարանով, բայց երբ ասենք Մեդվեդևը թեքվում է ու անվանական պաշտպանում է Գագիկ Ծառուկյանին, արդեն սկսում է այդ գործընթացից կողմ կանգնել։ Այսինքն Մեդվեդևը իր այդ հայտարարությամբ ոչ թե օգնեց Գագիկ Ծառուկյանին, այլ ընդհակառակը ինքը դրանով վնաս տվեց Գագիկ Ծառուկյանին ու այն գործընթացին, ինչը հիմա տեղի է ունենում Հայաստանում, որտեղ բազմաթիվ մարդիկ, եթե ինչ-որ առումներով ասում էին, դե լավ, քաղաքականություն էր, մի տնտեսություն է, այս ինչ բանն աշխատեցնում է, այսքան աշխատատեղ են, կան աշխատատեղ, վերանայել, վերաձայվել է, թողենք մի կողմ, թող պատասխան տան քաղաքական խնդիրների համար, հիմա իրենց համար էլ հստակ դարձավ, որ այդ ամեն ինչը քաղաքական է եւ քաղաքական հենք ու հենակետ ունի։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ինչ կարող է անել Ռուսաստանը եւ ինչ պիտի անենք մենք։ Մենք պիտի դուրս գանք հապկից եւ մենք ճիշտ ժամանակն է առավել եւս եվրոպական այդ ներկայացուցիչները, չգիտեմ, Ուրսուլա ֆոն դեր Լայնը կգա թե Մարտակոսը, Հայաստան կճշտվի ամսի 2 մոտորերս գալիս են։ Այո, արդեն մոտորերս գալիս են, թե 2-ից որ մեկը կգա, դեռ ճշտված չի, բայց որն էլ գա, այդ ճիշտ ժամանակն է սկսել բանակցելը
ընդհանուր եզրեր գտնելը հետագա շարունակության համար եւ ասոցիացիան համաձայնագրի եւ համապարփակ առևտրի փաստաթուղթը ստորագրելու ազատ առևտրի այո, ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելու առումով ես համարում եմ, որ Հայաստանը հիմա անկախ Ռուսաստանի պահվածքից առավել եւս որ Ռուսաստանը իր այդ գործունեությունը շարունակում է, ինքը պիտի գնա ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ նաև կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության բազմաթիվ նախարարներ ամրագրեցին, որ այս ընթացքում որ փակել են, մենք ոչ թե հետընթաց, այլ առաջընթաց ենք ունեցել։ Եվ եթե առաջընթաց ենք ունեցել այն ուղղություններով, որտեղ մեր համար շուկաներ են բացվել, մարդիկ նոր հնարավորություններ են տեսնում, ինչու է չշարունակել։ Ինչ կարող է անել Ռուսաստանը։ Ոչ մի բան։ Ուղղակի ոչ մի բան չի։ Մեր քաղաքական անկայունություն, քաոս դա տեսել ենք, չէ՞, ինչպես են ներշնչել։ Ինքը ինչ գործիքներ ուներ քաղաքական անկայունության ու քաոս ստեղծելու համար։ Համար 1 քաղաքական անկայունության իր համար գործիքը Ադրբեջանն է, որը սահմաններին պատերազմներ էր սկսում եւ Ադրբեջանն ինքն էլ Ադրբեջանին օգնում էր, քանի որ Ադրբեջանը խոստացել էր, որ Լեռնային Ղարաբաղը իրեն հետ վերադարձնելուց հետո ինքը կդառնա ԵԱՏՄ անդամ։ Այնպես ինչպես Քեմալը, այդպես էլ Ալիևն ու Էրդողանը խաբեցին Ռուսաստանին, Քեմալը կոմունիստ չդարձավ, Ալիևն էլ ԵԱՏՄ չի մտնի, հիմի ռուս Ադրբեջանը ավելի շատ թուրքական է, Ադրբեջանը այլևս երբեք ռուսական չի լինի, Էրդողանն ասել է, որ ինքը Քեմալի սխալը չի կրկնի, այնպես որ այս առումով, եթե Ռուսաստանը հարձակվելու տեղ ունի ու սահման ունի, այդ Ադրբեջանն է, այդ իրենց խնդիրն է, հարձակվեն թե չեն հարձակվի, այս խնդրի այլ հարթություն է, ով է խաբել։ Բայց Պուտինի ասած ռուսամետ ուժերը քաշ չհավաքեցին այս ընտրություններից հետո։ Գիտեք ինչ, այդ քաշը կերևար անմիջապես խորհրդարանական ընտրություններից հետո։ Այդ քաշը կերևար այսօրվա, ասենք, սահմանադրական դատարանում տեղի ունեցող նիստերի հրապարակում։ Այդ ամեն ինչը ես 2 անգամ սահմանադրական դատարան եմ դիմել 2003 թվականին եւ 2008 թվականին, եւ թե մենք ինչ աջակցություն ունեինք 2003 թվականին այնքան մարդ էինք տանում սահմանադրական դատարանի բակ, որ սահմանադրական դատարանը այն ժամանակ Ռոբերտ Քոչյանի պարագայում որոշում կայացրեց վստահության հանրակրվե անել, որտեղ մեր միտինգները բազմահազարանոց էին։ Իրենք ինչ են անում։ Իրենք չեն կարողանում այդ անել, հետեւաբար իրենք քաշ չեն հավաքել։ Կար Նիկոլ Փաշինյանին հականդրազանգված երրորդ ժամկետն է մարդը գնում եւ բնական է ռոք աստղչի պիտի հականդրազանգված ունենա այդ հականդրազանգվածը ման է գալիս հաղթողի այդ հաղթողի կերպարանքում ներկայացրեցին Սամվել Կարապետյանին որը Հայաստանում չի ապրել քիչ խոցելի է բարեգործական գործունեություն է ծավալել քննադատելու շատ տեղ չունի եւ այլը ու այս համատեքստում կարողացան Ռոբերտ Քոչյանի նախկին հավաքած կվեից Սամվել Կարապետյանը կարողացավ ավել կվե հավաքել բայց արդյունքում Ռոբերտ Քոչյանին պակասեց միանգամից կտրուկ պակասեց այսինքն իրենք որպես համախոհների նման բազմություն չունեցան եթե սրանք գումարենք նաև ընտրական туриզմը եթե սրանք գումարենք նաև կաշառքի բաժանելը եթե սրանք գումարենք այդ գրասենյակներում չգիտեմ ինչ թվով աշխատողներ ընդունելը եթե սրանք գումարենք վճարովի վստահված անձինք որոնց փող էին տալի նաև որ իրենց բարեկամները կան քվեարկեն այս ամեն ինչը իմի բերելով պիտի ասեմ որ այդքանից հետո պարզվեց որ այն իրենց ծախսերի 70%-ը չի աշխատել եւ եթե Սամվել Կարապետյանը ձեր կդնի խղճին ու լայաղանի իմ հարցազրույցը նայել կասի Արամ ջան 20% է աշխատել ընդամենը ինչ ծախսել եմ հետեւաբար ես չեմ համարում որ իրենք ուշ հավաքեցին ինչ վերաբերվում է այդ հապկից արվող հայտարարություններին Ռուսաստանին ինչքանով է ձեռնատու հապկից դուրս թողել Հայաստանին Ձեռնատու լիներ վաղուց հանած կլիներ ինձ թվում Ընդհանրապես ձեռնատու չի, որովհետև հապկից դուրս գալը ձեռնատու է Հայաստանին։ Հայաստանին ինչ է պետք։ Հայաստանին պետք է 6-րդ սեր։ Հայաստանը երազում է, որ իրեն այնտեղից հեռացնեն, բայց չեն հեռացել։ Իզուր է, Հայաստանը իզուր է երազում։ Տերն ու ծառայի պատմությունն է լրիվ էլի։ Շատ իզուր։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ ասում էր հապկն է դուրս գալու Հայաստանից, հապկն է դուրս գալիս Հայաստանից ոչ թե Հայաստանը հապկից, հիմա էլ նույն բանն ասում է ԵԱՏՄ-ից։ Մենք ինչ ենք ուզում։
Մենք ուզում ենք 5-րդ սերնդի, 6-րդ սերնդի սպառազինություն գնել, լավ սպառազինություն, այն ինչ որ աշխարհն ունի, եւ մենք ուզում ենք, որ Հայաստանում լինեն ներդրումներ եւ բարձր տեխնոլոգիական սարքավորումներ տնտեսության մեջ ներգրավելու համար։ Կներեք, որ ընդհատում եմ, բայց արդյոք Արևմուտքը, ԱՄՆ եւ Եմեն Հայաստանին կտան այնքան ռեսուրսներ ներդրումների տեսքով, պարոն Սարգսյան, կամ դրամաշնորհների տեսքով, որ ոչ միայն ռուսական այս պատժամիջոցները հաղթահարվեն, այլ նաև զարգացում տեղի ունենա, որ քաղաքացիները տեսնեն, որ այս կուրսը ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ մերձեցման հարաբերությունների գործընկերության խորացման դա ոչ թե այսպես շառ ու փորձանքի մասն է, այլ զարգացման մասն է, չէ՞, ռուսական ռոպագանդան եւ տեղի իրենց գործընկերները հենց դրա մասն են խոսում, ուկրաինացում, չգիտեմ, կործանվում է եւ այլն եւ այլն։ Այս աջակցությունը արդյոք ես հասկանում եմ, որ դուք հարցը տալիս եք, որ ես հերոստատիտողին բացատրեմ։ Իմ կարծիքով մութ չէ, բոլորը տեսնում են, որ Արևմուտքը ու Եվրոպան տալիս են, որ Ռուսաստանը ուզել չի կարող տալ, խնդիրն էս հարթությունում է։ Արևմուտքը կտա թե չէ, այս էր հարցի հիմնական արմատն է, որ ես պիտի պատասխանեմ, կտա թե չի թե հիմա ես կհիմնավորեմ, որ զարգացման ռեսուրս։ Այո, զարգացման ռեսուրս։ Կտա ինչի համար կտա եւ այսօր էլ տալիս է։ Իսկ որ Ռուսաստանը որ ուզենայել չի կարող տալ, սա փաստ է, չէ՞։ Ռուսաստանում չկան տեխնոլոգիական սարքավորումներ, եթե իրենք ունենային ու ուզենային Հայաստանում ներդնել, քանի տարի է գույք պարտքի դիմացը վերցրել են, Մերգելյան ինստիտուտը պահեստ է, որ Հայաստանի հիմնական Պեոմարսը Հայաստանի ամենաթանկ կառույցներ, արդյունաբերական կառույցը 320 թե 350 միլիոնով։ Այսօրվա նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ այդ Պեոմարսում փոխտնօրեն էր, Ստեփան Դեմիրճյանն էլ տնօրենն էր։ Հայաստանի այն ժամանակվա գիտական միտքը, անգլերեն խոսող տղեկը այդ գործարանում էին։ Ես ցեմենտի գործարանի տնօրեն լինելով շփվում էի ու զարմանում էի այդ գործարանի սարքավորումներով։ Այսօր այդ գործարանում ինչ է։ Այսինքն Ռուսաստանը չունի տեխնոլոգիաներ, չունի ներդրումներ, չունի 6-րդ սերնդի ռազմական արդյունաբերություն։ Երբ որ այս թեմայով խոսում ես, ասենք Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ իրենք Ռուսաստանի մասին բան չեն ասում, ասում են Չինաստանը։ Հիմի ինչ, մենք էլ ավելի սերտացնենք Չինաստանի հետ, թե Ռուսաստանի, այսինքն երբ որ գումար ու տեխնոլոգիաները Չինաստանը։ Մնացած առումներով այ որ Ծիրան, Լոլիկը եւ այլը, դա Ռուսաստանը։ Ռուսաստանն էլ էս ամեն ինչ նարկել է, ասենք մենք Ռուսաստանի հետ 1 200 միլիոնի կարգի անցած տարի ապրանքաշրջանառություն ենք ունեցել։ Այդտեղ չեմ հիշում 300 միլիոնը թե 400 միլիոնը ծխախոտն է։ Հիմա Ռուսաստանը ծխախոտի վրա արգելանք չի դրել, ինչի։ Այդ իրեն պետք է, հա։ Այսինքն թող ռուս երեխեքը Ծիրան չուտեն, բայց ծխախոտ թող ծխեն։ Այս կարգի է մտածում Ռուսաստան։ Հիմա այդ Ռուսաստանը սպառազինության գումարը վերցրել է, չի տվել ու չի կարող տալ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանի համար մեկ խնդիրը ժամանակակից սպառազինություն գնելն է։ Ումից գնենք, Ռուսաստանից չունի։ Ինքը Իրանից է շահիդներ գնում։ Մեր բոլորից խնդիրը Հայաստանի տնտեսությունը ոտքի հանելն է, որ այդ տնտեսությունը փող աշխատի, սոցիալական իրավիճակը հարթի, կարողանա բանակին ու կրթությանը լուրջ գումարներ ներդնել ու հույսը սատիկ տոտայի վրա չդնի։ Ռուսաստանն ունի նման ներդրումներ անելու հնարավորություն։ Չունի ռուսական բանկերը իրենք են այսօր լրացուցիչ 3 օր, 4 օր առաջ նոր թղթադրամներ են տպել, որի ազդեցությունը 2-3 ամիս հետո Ռուսաստանում կզգան։ Որովհետև թղթի վրա ինչ է գրած, այդքան էլ էական չի, ինքը միևնույն է, տուղտ է մնում։ Ինքը ծավալը մեծանում է, բայց ապրանքը չի ավելանում։ Այդ Ռուսաստանից սпасել, որ Ռուսաստանը ներդրումներ է անելու Հայաստանում։ Հիմա Արևմուտքն ունի փող, այո ունի փող։ Արևմուտքն ունի նոր տեխնոլոգիաներ, բնականաբար ունի, կա աշխարհում մարդ, որն ասում է, որ չունի։ Չկա այդպիսի մարդ, որ ասում է, որ չունի։ Այդ Արևմուտքը լավ է տրամադրված մեր նկատմամբ։ Այո, լավ է տրամադրված։ Այդ Արևմուտքը կարողանում է խնդիրներ լուծել խաղաղության։ Այո, կարողանում է։ Նոյեմբեր 9-ին մենք թուղթ ստորագրեցինք Ռուսաստանի Դաշնության դրույթի ներքո Պուտինն ասաց այդ 9 կետերը ինքն է գրել, միևնույն է դրանից հետո պատերազմը շարունակվեց։ Ռուսաստանի հիմնական խանդը նրանում է, որ այս տարածաշրջանում ինքը դրել էր մի բանաձև, որ եթե ես չլինեմ, թուրքն է ու հայերը պիտի պարտադիր իմ հետ լինեն, իր չլինելու պարագայում Թուրքիի հետ կապված խնդիրը Վաշինգտոնում լուծեց Տրամպը։
ու օգոստոսի 8-ի ստորագրած փաստաթղթից հետո Հայաստանի սահմաններում փարկասո սատանայի ականջխուլ չեն կրակում։ Այս զայրացնում է Ռուսաստանին։ Այդ Ռուսաստանը այսօր պատժամիջոցներ է մեր վրա կիրառում։ Մենք ինչ հույս ունենք, որ ասենք այդ Ռուսաստանը վաղը որ այստեղ իշխանություն փոխվի, ռուսական դառնա, այդ Ռուսաստանը ինչ բերելու է Հայաստան փողներ դնի, Մերգելյան ինստիտուտն է ոտքի հանելու, ժամանակակից ռազմական տեխնոլոգիաներ է բերելու որտեղից։ Այդ Ռուսաստանը այն Ռուսաստանն է, որ այսօր արդեն Մոսկվան է ռմբակոծում։ Այդ Ռուսաստանում այս տարվա մեջ կարող է թե իշխանափոխություն լինել, թե տնտեսական փլուզում լինել, ու Հայաստանի համար մեկ խնդիրն է առաջին հերթին այդ տնտեսական փլուզման տակ չմնալ։ Հետևաբար հապկում մեր մնալը անիմաստ է, որովհետև Ռուսաստանը կյանքում մեզ հապկից չի անի, որովհետև Ռուսաստանը հասկանում է, որ հապկից դուրս գալուց հետո Հայաստանի ձեռքերը կբացվեն։ Այդ դրա համար ինքը մեզ հապկից չի անում, թե չէ վաղուց հանել է։ Իրեն ձեռք չի տալիս, որ Հայաստանի ձեռքերը բացվեն։ Իսկ եթե մեծ պարոն Սարգսյան, այդ հարկադրանքը հանրաքվեանելու Պուտինի շուրթից որ հնչում է, եթե հապկից իդեպ հեռացնելու տարբերակ ունեն, բայց չեն հեռացնում, թե 2 տարի Հայաստանը անդամավճար չի վճարել, եթե մեծ ձև չունեն հեռացնելու, բայց ինչ որ մեխանիզմներ կարող է կիրառեն, հա, Փաշինյանն էլ օրերս կատաղած ասում էր, եթե չկա ԵՏՄ, մենք ինչ կարող ենք անել, հա, այսինքն եթե ԵՏՄ-ի սկզբունքների դեմ process է գնում, ազատ առևտրի ռեժիմ գոյություն չունի, արգելում են հայկական ապրանքները, ուրեմն ԵՏՄ-ն հայտարարում է իր փլուզման ինքնափլուզման մասին։ Իսկ ԵՏՄ-ի պահով եւ ԵՄ-ի հետ այս հարաբերությունների առանցքի մասին ինչ կարող եք ասել, պարոն Սարգսյան։ Նախ կարող եմ ասել, որ Վրաստանը ԵԱՏՄ անդամ չի, ավելին դիվանագիտական հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ, բայց Վրաստանը մեզնարից ավել ապրանքաշրջանառություն ունի Ռուսաստանի։ Վրաստանի տարածքը օկուպացրել է Ռուսաստանը, բայց այո, եւ ասեմ հետեւյալը, նաեւ որ Վրաստանում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը ավելի բարձր է, քան Հայաստանինը։ Այսինքն, այդ ինչի Վրաստանը կարող է առանց ԵԱՏՄ-ի ապրել, Հայաստանը չի կարող առանց ԵԱՏՄ-ի ապրել։ Ընդհանրապես Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկած օրվանից եւ իմ հետ ունեցած բոլոր զրույցներում իրենք ասել են, որ իրենք բալանսավորում են քաղաքականություն։ Բալանսավորումը ընդհանուր առմամբ ինքը լավ գաղափար է, որտեղ բալանսավորման մասին խոսել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, հետո Ռոբերտ Քոչարյանի, ասենք, արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոմպլիմենտարիզմ էր դրան ասում, հետո եկավ Սերժ Սարգսյանը ասեց եւ-եւի քաղաքականություն, այսինքն ինքը իշխանություններին արտաքին աշխարհում մանևրելու լավ հնարավորություն է ստեղծում եւ բնական է որ իշխանություններն ասում են բալանսավորում, բայց ասելն ու անելը դրանք տարբեր բաներ են, չէ՞։ Բալանսավորում կլիներ, եթե մենք ասենք մեր տնտեսական կառույցներով ԵԱՏՄ-ում մենք ռազմական կառույցներով հապկում ենք, մեր Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազա կա, ու մենք բալանսավորում ենք։ Այդ բալանսավորման բովանդակությունը բուն փաստաթղթային առումով չի երևում։ Եթե մենք այսօր ստորագրեինք համապարփակ առևտրի եւ ազատ առևտրի եւ ասոցիացիան համաձայնագիրը եւ դուրս գայինք այն տնտեսական կառույցից, որը արգելափակում է ոչ միայն մեր որի մի անդամ երկիր արգելափակում է մեր ապրանքները իր երկիր տարբեր պատրվակներով, այլև թույլ չի տալիս իր երկրով անգամ տեղափոխել մյուս ԵԱՏՄ անդամ երկրների տարածք։ Այս գոնե ինչ որ այս մոտեցումը որևէ կերպ հասկանալի ու ընդունելի չի։ Մենք պիտի դուրս գանք մեր շահերից, ոչ թե ինչքանով է Ռուսաստանին ձեռնատու, կամ ինչքանով է Ռուսաստանը դրան դեմ։ Մեզ ձեռնատու է այսօր եւ այսօր կա լավ հնարավորություն համապարփակ առևտրի եւ փաստաթուղթը ստորագրելու։ Եվրոպան բացեց մեր առաջ իր դռները։ Արադ Միրզոյանը Լյուքսեմբուրգում հանդիպեց եվրոպական լիդերների հետ եւ նրանք 20 անուն ապրանքի վրայից հանեցին մաքսատուրքերը, որպեսզի Հայաստանը կարողանա այդ ապրանքները ազատ մտցնել եվրոպական շուկաներ։ Եվրոպան դոտացիա տվեց Հայաստանի արտադրողներին, որպեսզի նրանք իրենց կորուստները կարողանան փոխլրացնել։
Այո, խնդիր է առաջանալու Հայաստանի գյուղատնտեսության առումով ԵԱՏՄ մտնելու դեպքում, բայց այդ ԵՄ մտնելու, ԵՄ մտնելու դեպքում ներողություն, բայց այդ խնդիրը 2-3 տարում լուծվելու է, Հայաստանի գյուղատնտեսությունը ինքը ինքնակազմակերպվելու է, մենք իրական արդյունավետ գյուղատնտեսական տնտեսություններ ենք ունենալու։ Կարգավորվելու է, ինքը կարգավորելու է, գյուղացին տեսնելու է, թե որ ապրանքն է ձեռնատու արտադրել, ինչ քանակությամբ է ձեռնատու արտադրել եւ ինչ գներով է հնարավոր վաճառել։ Հակառակ դեպքում մենք մնալու ենք այդպես Ռուսաստանի, չգիտեմ, լոլիկից ու վարունգ վաճառելուց կախված, որն էլ մեր դեմ օգտագործվելու է որպես քաղաքական լծակ, այ քեզ խելոք չպահես, այս տարածաշրջանում մենք կովրա կազդենք։ Իսկ այս տարածաշրջանում ինքը ուղիղ ազդեցություն ունի, մենակ մեր վրա, ուրիշ ոչ մեկի վրա։ Իրանը բացարձակ անկախ քաղաքականություն է վարում, Թուրքիան բացարձակ ինքնուրույն քաղաքականություն է վարում, Ադրբեջանին ամբողջությամբ իրենով է արել եւ թող Ռուսաստանը մոռանա, թե տեղին չէ։ Վրաստանը ինչքան էլ Ռուսաստանի հետ սիլիբելիներ է անում Իվանիշվիլիով, միևնույն է դիվանագիտական հարաբերություններ չունեն, իր սահմանադրության մեջ գրած է Եվրոմիություն, իրենք այդ միշտ շեշտում են, արևմուտքն էլ շարունակաբար օգնում է Վրաստանին, նաև Վրաստանին պինդ օգնում է Չինաստանը։ Այդ ճանապարհաշինարարությունը Վրաստանում ամբողջությամբ Չինաստանի ձեռքում։ Էնպես որ այս տարածաշրջանում մենք դարձել ենք ինչ-որ տղա բերած մեկը, որը այս տարածաշրջանում զրո ազդեցություն ունի, ոչ խաղաղության խնդիր կարողացավ լուծել, ոչ Լեռնային Ղարաբաղի խնդիր կարողացավ լուծել, ոչ Հայաստանի տնտեսության խնդիր կարողացավ լուծել, ներքաղաքական դաշտում էլ Հայաստանում այլասերվածություն, հիբրիդային պատերազմ, Հայաստանի իշխանությունների եւ հայ ժողովրդի մասին վատ կարծիքներ, ու այս կարգի բաներ է անում։ Մենք պիտի տարանջատվենք դրանից, գնանք այն երկրների հետ, ովքեր օգնում են Հայաստանին, ովքեր ունեն այդ հնարավորությունները, ովքեր նեղության մեջ Հայաստանին ձեռք են մեկնում, ու դա մեզ ձեռնատու է։ Սրանից պարզ, սրանից տրիվիալ բան անդարին է մտածել։ Մենք պարտադրված ենք այդ անելու։ Հակառակ դեպքում մենք իսկապես կվերջանանք։ Մենք չենք կարող Ռուսաստանի ֆորտպոստը լինել հիմա։ Եթե 20-րդ դարի վերջին, ասենք 80-ական թվականներից մինչև 2000-ական թվականները հնարավոր էր Ռուսաստանի ֆորտպոստ լինել, հիմա անհնարին է այդ ֆորտպոստը լինել։ Անհնարին է, որտեղ Ռուսաստանը այդ կշիռը, այդ քաշը, այդ ազդեցությունը չունի, որ կարողանա ֆորտպոստ պահել։ Մենք Կալինինգրադ չենք։ Շնորհակալություն զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արամ Սարգսյանին։